Հայաստանը վերջին տարիներին բախվում է տնտեսական և սոցիալական լուրջ մարտահրավերների, տեղահանված մարդիկ, խոցելի ընտանիքներ, միակողմանի ծնողազուրկ և բազմազավակ ընտանիքներ, տարեցներ և հաշմանդամությամբ ապրող անձինք առավել քան երբևէ կարիք ունեն աջակցության։ Եվ հենց այս խնդիրների հիման վրա ձևավորվեց Հայաստանի սոցիալական պաշտպանության համակարգի հզորացում լայնածավալ ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Միավորված ազգերի կազմակերպության մանկական հիմնադրամի և Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ։ Ծրագրի հիմնական նպատակը երկրի սոցիալական պաշտպանության համակարգի ուժեղացումն է, ապահովելով ոչ միայն մարդասիրական, այլև երկարաժամկետ լուծումներ Հայաստանի քաղաքացիների համար։ Գիտեք, որ մենք հիմա ունենք անապահովության նոր համակարգի տեստավորում, պիլոտավորում երկու մարզերում՝ Կոտայքի և Սյունիքի, եւ մենք պատրաստվում ենք այդ համակարգը ընդլայնել 2026 թվականի հուլիսի 1-ից ամբողջ հանրապետության վրա, եւ մենք հիմա ինտենսիվ գտնվում ենք այդ համակարգի նոր համակարգի թերությունները բացահայտելու, շտկելու եւ ապագայում ավելի շտկված համակարգով առաջ գնալու այդ process-ի մեջ։ Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և գործընկեր կազմակերպությունների աջակցությամբ ամբողջ երկրում ամրապնդվում են վաղ մանկության զարգացման ծառայությունները։ Ծրագիրը հնարավորություն է տվել Սյունիքի, Գեղարքունիքի և Շիրակի մարզերում ստեղծել նոր ծառայություններ, վերապատրաստել մասնագետների, իրականացնել երեխաների զարգացման գնահատումներ և ապահովել աջակցության անհատական պլաններ։ Այս աշխատանքը կենսական նշանակություն ունի հարյուրավոր ընտանիքների համար։ Ծրագրի հաջորդ առանցքային ուղղությունը սոցիալական ծառայությունների բարելավումն է խոցելի խմբերի համար։ ՄԱԶԾ-ի աջակցությամբ շարունակվում է սոցիալական աշխատողների կարողությունների զարգացումը, բարձրացնելով համայնքային ծառայությունների որակը։ 3 տասնամյակ է, ինչ ՄԱԶԾ-ն Հայաստանի գործընկերն է։ Հիշեցնեմ մեր գործակցության մի քանի կարկառուն նվաճումներ։ Այս տարիների ընթացքում մենք մեր $500 միլիոն արժեցող ներդրումներով 1 միլիոնից ավելի մարդկանց ենք օգնություն ցուցաբերել։ Մեր առաքելությունն էր սատարել տարբեր հաստատություններին ու կազմակերպություններին լինել ավելի մարդակենտրոն, ավելի դիմակայուն եւ անկախ։ Նույնը վերաբերում է նաեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը։ Որպես սոցիալական պաշտպանության համակարգի կայունացման կարևորագույն քայլ իրականացվում է թվայնացման մեծածավալ գործընթաց։ Հայաստանում արդեն գործում են թվային հարթակներ, որոնք թույլ են տալիս սոցիալական ծառայությունների մատուցումը կատարել ավելի արագ, թափանցիկ եւ արդյունավետ։ ՄԱԶԾ-ի եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ արդիականացվել են սոցիալական աշխատողների աշխատանքային գործիքները, ստեղծվել են տվյալների հավաքագրման եւ վերլուծության միասնական համակարգեր։ Սա հնարավորություն է տալիս նախարարությանն ավելի ճշգրիտ գնահատել բնակչության կարիքներ ու մշակել համապատասխան ծրագրեր։ ԵՄ անդամ երկրները պետք է ունենան ուժեղ սոցիալական պաշտպանության համակարգ, որպեսզի կարողանան օգնել թույլերին եւ սոցիալական պաշտպանության կարիք ունեցող ընտանիքներին։ Այս խնդիրը Հայաստանի տնտեսության համար եւս կիզակետային է։ ԵՄ-ն հպարտությամբ աջակցում է այս ուղղությամբ Հայաստանի ջանքերին, որպեսզի կարողանա պատշաճ արձագանքել կարիքավոր մարդկանց։ Հայաստանը վերջին տարիներին բախվել է բազմաթիվ մարդասիրական ճգնաժամերի՝ պատերազմ, կորոնավիրուս, տնտեսական ճգնաժամ, տեղահանումներ։ Այս ճգնաժամերը ցույց տվեցին, որ երկրի սոցիալական պաշտպանության համակարգը պետք է հնարավորինս արագ եւ ճկուն արձագանքի շտապ կարիքներին։ Այս նպատակով ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագիրը մշակվել եւ ուժեղացրել է արտակարգ իրավիճակների սոցիալական արձագանքների մեխանիզմները։ Վերապատրաստվել են մասնագետներ, ստեղծվել են նոր արձագանքման գործիքներ, որպեսզի վտանգի պահին ընտանիքները չմնան առանց աջակցության։ Ավանդաբար այդ համակարգը դիտարկվել է որպես միայն անօթևան ունեցող անձանց բնակարաններով ապահովելու համակարգ եւ մենք կարծում ենք, որ եկել է ժամանակը եւ երկիրն էր զարգացման այն փուլում է, որ այն վերափոխվի դեպի ոչ միայն անօթևան ունեցող մեր քաղաքացիների բնակարաններով ապահովելու եւ ընդհանրապես անօթևանությունը կանխարգելելու, այլև ավելի լայն մատչելի բնակարաններով ապահովելու համակարգ, ինչը կարծում եմ շատ դժվար խնդիր է լինելու, բայց լուծելի։ Սոցիալական պաշտպանության համակարգի ինստիտուցիոնալ կարողությունների ուժեղացում, ծառայությունների որակի բարձրացում եւ մատչելիության ընդլայնում, հատկապես համայնքներում, արտակարգ իրավիճակների արագ արձագանքման ծրագրերի կատարելագործում, սոցիալական արդարության ապահովում։ Այս ամենի արդյունքում ձևավորվում է սոցիալական պաշտպանված հասարակություն, որտեղ յուրաքանչյուր մարդ, անկախ իր սոցիալական կարգավիճակից, արժանապատիվ եւ ապահով կյանքի հնարավորություն ունի։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։